Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Սատիկը, ուրախ Սատիկ եմ մաղթում բոլորիդ։ Եկեղեցուց Սուրբ Լույսը տուն եմ բերել և որոշ ժամանակ է անցել։ Մոտ 1 ժամ ավել անցել է, հասցրել եմ կոֆե եփել, վայելել, կուլիչն եմ կտրել անուշարել և այդ ընթացքում հանգիստ առել ու վայելել Սուրբ Լույսի լուսավորությունը։ Մոմը հենց եկեղեցուց եմ գնել, երկար մոմերից էր ու այս ընթացքում արդեն այսքանը լուսավորել է իմ օջախը։ Թող որ այսուհետ Աստծո կամոք Սուրբ Լույսը լուսավորի իմ օջախը, իմ ընտանիքին առողջություն բերի, հաջողություն բերի և մեր աշխարհին էլ խաղաղություն բերի, նույնը ձեզ եմ ցանկանում, սիրելի հետևորդներ ջան։ Ուզեցի, որ գամ խոհանոցում համովություններ պատրաստել և Սուրբ Լույսը փոխանցեցի մոմակալի մոմերին։ Հիմա կարող եմ այս մոմի լույսը անջատել։ Կարևորը խորհուրդը կատարված է, Սուրբ Լույսը տուն եմ բերել։ Այսուհետ հիմա սիրելի հետևորդներ ջան, մի որոշ ժամանակ էլ մոմերի վրա կլուսավորվի Սուրբ Լույսը և կարող եմ էլի անջատել, թողնել վաղն առավոտյան նորից միացնել լույսը։ Այս մոմակալը տարիներ առաջ իմ աղջիկն էի նվիրել, Մեղվիորի մոմակալ է և այսքան տարի միշտ լավ առիթներով մոմեր եմ վառել, թե նոր տարուն և թե Սուրբ Սատիկին։ Դե ինչ սիրելիներս, բարի գիշեր բոլորիդ, մինչ վաղը։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բարի ուշ երեկո, սիրելի հետևորդներ ջան, այս կարճ և քաղցր կադրերով, մեծ սիրով և մեծ սրտով ուզեցի ձեզ միանալ և ձեզ հասցնել։ Գիտեմ, որ այսօր շատ եք սպասել ինձ և անհանգստացել, թե ուր է ձեր անուշկան։ Կաթնահունցի խմոր եմ արել այսօր առավոտյան և զարդարել եմ շատ հրաշալի։ Այնուհետև, քանի որ նախապես հրավիրված էի իմ բարեկամների կողմից, եկել են մեքենայով և գնացել ենք, իրենց տանն եմ նշել Սուրբ Սատիկը։ Շատ լավ, բարձր տրամադրությունով նշեցինք և մեզ լավ զգացինք։ Գիտեմ, որ բոլորդ էլ ուրախ սրտով եք նշել Սուրբ Հարության տոնը և թող որ Աստված պահապան լինի բոլորիս։ Հիսուս Քրիստոսն իր հարությունով թող որ պահապան լինի բոլորիս։ Հայավարի ասած, բոլորիս կերած խմածը թող որ անուշ լինի։ 2 կաթնահունց թխեցի, քանի որ մեկը պիտի ուղարկեի իմ տաթևի համար։ Եվ սիրելի հետևորդներ ջան, նաև քանի որ չկարողացա վլոգ պատրաստել, միայն կարողացա կարճ շորթով ձեզ միանալ, որ գոնե այդ ձևով ձեզ տեղյակ պահեմ իմ տրամադրության մասին։ Ահա խնդրեմ, որը արդեն շատերը դիտել եք և հիմա էլ այստեղ կդիտեք։ Շատ սիրուն փաթեթավորել եմ և տաթևիս համար ուղարկել եմ Երևան։ Դե ինչ սիրելիներս, բարի գիշեր եմ մաղթում բոլորիդ, իսկ վաղվանից արդեն նոր վլոգներ կլինեն։ Բարի դիտում և ամենայն բարիք բոլորիդ։